ուշադրության։ Ինքնաճանաչում, ինչպես ասում է եկեղեցու ավանդությունը, ուղղված չէ մեր առաքինություններով և տաղանդներով կամ հաջողություններով հիանալ, այլ սեփական մեղքերին ուշադրություն դարձնել։ Եվ եթե տեսնում ենք մեր թերությունները, տեսնում ենք մեր թույլ կողմերը և մեղքերը, ապա շատ լավ է, բայց բավարար չէ։ Եվ սուրբ հայրերը առաջարկում են հաջորդ հայրը, որպեսզի ոչ միայն տեսնենք մեր մեղքերը, այլ վերահսկենք այն, թե ինչ է կատարվում մեր հոգևոր կյանքում։ Սիրելի ավանդացյալներ, ինքնաճանաչումը, ինքնատիրապետումը անփոխարինելի պայման է մարդու հոգևոր կատարելագործության համար։ Ուշադիր նայիր ինքդ քեզ, պարզելու, թե քո ո՞ր արարքներն են պտղաբերում Աստծո մոտ և որոնք դեպի տանում մեղքը։ Բայց որպեսզի հստակ իմանաս, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ է բերում կամ ինչ վիճակ է և պտուղ է տալիս առ Աստված, և ինչ է հնազանդում մեղքին, պետք է ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում մեր հոգեվիճակում, հոգու մեջ։ Նայիր յուրաքանչյուր օրվա գործերը։ Դրանք համեմատիր նախորդ օրվա հետ և շտապիր շտկվել։ Ճշմարիտ ինքնաճանաչողությունը չի կարող առանց խոնարհության լինել։ Եվ այդպիսի ճանաչողությունը մարդու սրտում բազմապատկում է խոնարհությունը, բազմապատկում է սերը։ Կա արդյոք առավել ուժգին պայքար մղող մեկը, քան նա, ով աշխատում է հաղթել իր անձը։ Մեր միակ մտահոգությունը ինքներս մեզ հաղթելը պիտի լինի։ Ինքդ քեզ որ հաղթես, ամբողջ աշխարհը կհաղթես։ Մեր անձի դեմ օրենքով ավելի հզոր լինելը պայմանավորված է սրանով, ավելի առաջընթաց բերելու համար։ Այս աշխարհում յուրաքանչյուր կատարելության մեջ մի քիչ անկատարություն է խառնված, և մեր տեսած անգամ մշուշապատ է երբեմն։ Մեր անձի մասին համեստ կարծիք ունենալը գիտության խորքային իմացությամբ ավելի ապահով ուղի է դեպի Աստված բարձրանալ։ Եթե կա մեծ ցանկություն, ապա սա հասնելի է ամեն մարդու համար։ Անհրաժեշտ չէ հատուկ կրթություն, հատուկ ինտելեկտ կամ հասարակության մեջ որևէ հատուկ դիրք ունենալ ձեր մասին մտածելու համար։ Եվ ոչ միայն ժամանակ առ ժամանակ մտածեք, այլև փորձեք մանավանդ մեծ բախտի օրերին ներթափանցել մեր մտքերի և զգացմունքների խորը խորհուրդների մեջ, ներքին դատաստանի ենթարկելով այն ամենը, ինչ կատարվում է հենց մեր ներսում։ Ինքնաճանաչումը և ինքնատիրապետումը անփոխարինելի պայմաններ են մարդու անհատականության աճի համար, և շատ հեշտ է համեմատություններ բերել մեր առօրյա կյանքից, եթե մարդը չի ճանաչում իր շրջապատող աշխարհը, եթե ոչինչ չի սովորում դրանից, ապա դժվար թե կարողանային կյանքում ինչ-որ բան հասկանալ, ըմբռնել, տեսնել, գիտակցել։ Եվ եթե նա չի վերահսկում իր գործողությունները և խոսքերը, ապա ինչքանով նա կարող է ճիշտ ապրել, և խոչընդոտները լինում են կյանքում շատ։ Եվ եթե այս ամենը վերաբերում է մեր ամենօրյա կյանքին, շրջապատող աշխարհի հետ մեր հարաբերություններին, ապա որքանով է այդ ամենը կիրառելի և համապատասխան մեր ներքին կյանքին։ Այստեղից հետևություն, ինքնաճանաչման պտուղը
հոգևոր ինքնատիրապետությունն է։ Եթե ինքնատիրապետություն չկա, ինքդ քեզ չես կարողանում ղեկավարել, նշանակում է, որ պարզապես հանդիսատես և ունկնդիր ես լինում սխալների և մեղքերի ծովածավալ աշխարհում և մեղավոր կրքերը շարունակում են տիրապետել քեզ և տանել այնտեղ, որտեղ կամենում է ինքնահոս վիճակ։ Ինքը իրեն ճանաչելը նշանակում է մաքրել մեղքը, որ լինում է չիմացության հետևանքով։ Այսինքն մեղքից մաքրվելու համար, ինչպես մեզ հայտնի, այնպես էլ անհայտ, պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում մեր սեփական հոգում։ Մեր միտքը դանդաղում է մեր սեփական թերությունները ճանաչելու մեջ, այդպես է։ Եվ հետագայում այդ միտքը զարգացնելով մենք շատ վառ կերպով նկատում ենք այլ մարդկանց թերությունները, իսկ մեր սեփականի հետ կապված միտքը դանդաղում է։ Ինքնաճանաչումը այն դուռն է, որը մարդու սրտում և մտքում բացում է Աստված ճանաչողության լույսը։ Անհավատությունը հպարտությունից է լինում։ Հպարտ մարդը իր մտքով, իր գիտելիքով ցանկանում է ամեն ինչ ճանաչել, բայց Աստծուն ճանաչել նրան չի հաջողվում, որովհետև Տերը միայն խոնարհ հոգիների մեջ է հայտնվում։ Տերը խոնարհ հոգիներին ցույց է տալիս իր գործերը, որոնք անհասանելի են մեր մտքին, բայց Սուրբ Հոգու միջոցով հայտնի են դառնում։ Հասարակ մտքով կարելի է իմանալ միայն երկրայինը և նույնիսկ մասամբ, բայց Աստված և բոլոր երկրային բաները հայտնի են դառնում Սուրբ Հոգով։ Ինքնաճանաչողությունը հնարավոր է հասնել Սուրբ Գրքի միջոցով, Սուրբ հոգևոր հայրերի գրվածքների ընթերցանությամբ, Ավետարանի պատգամների իմացությամբ և Սուրբ Հոգու շնորհների միջոցով։ Շնորհ, որը լուսավորում է մարդու միտքը և սիրտը, բացում նրա կյանքի ուղին և դարձնում դեպի աստվածային լույսը։ Սիրելի հավատացյալներ, քրիստոնյայի ինքնաճանաչումը բաղկացած է մարդկային բնության դրա տարբեր արարքների ճիշտ իմացությամբ, ուժերից և հատկություններից և դրանց զարգացման և ընդհանրապես միշտ ճանաչողության, հատկապես սեփական անձի։ Նման ինքնաճանաչումը յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր և անհրաժեշտ պարտականությունն է։ Պարտավոր ենք ինքներս մեզ ճանաչել, ամեն մեկս։ Աստվածաշնչում գրված է. ճանաչիր ինքդ քեզ և փախիր նրանից, ինչը քեզ համար կործանարար է։ Սա հրատապ անհրաժեշտություն է յուրաքանչյուրիս համար, որովհետև եթե մարդը այսօր ինքը իրեն չճանաչի, ապա միգուցե շատ մոտ ապագայում վերջը կլինի մարդկանց պատմության մեջ։ Իրական ինքնաճանաչումը մարդու սիրտը դարձնում է խոնարհ, միտքը իմաստուն, կամքը ամուր։ Իրական ինքնաճանաչումը բերում է խոնարհության, բարության և ողորմության, քանի որ նա, ով գիտի իր մեղքերի ամբողջ խորությունը, չի կարող մեծամտանալ ուրիշների հանդեպ։ Սա չեզոքացնում է այնպիսի մեծ մեղք, ինչպիսին ուրիշներին դատապարտելն է։ Հետևաբար, բոլորը պետք է հոգ տանել իրենց հոգու հիվանդությունների մասին և յուրաքանչյուրը պետք է սգա իր մեղքերը, չդատելով ուրիշների սխալները,
ով իսկապես ճանաչում է իր հոգևոր դաշտում, դառնում է ներողամիտ ուրիշների հանդեպ, բայց խիստ ինքը իր նկատմամբ, սակայն այդ խստությունը այն ներքին ուշադրությունն է, որ սթափ գնահատական է տալիս թերությունների և շարունակաբար մղում հոգևոր կատարելության ընթացքը։ Ինքդ քեզ ճանաչելը և տկարությունները տեսնելը փրկության սկիզբ է հենց քեզ համար, քանի որ տկարությունները ճանաչողը բերում է երգի որոնումների, որը կարող է ազատագրել քեզ այդ վիճակից։ Երբ ուզում ես իմանալ սրտիդ մեղավոր և քարացած վիճակը, դա խոնարհություն է բերում երկու շտկվելու համար, քանի որ նա պետք է ճանաչես տկար լինելը, այնուհետև բժշկություն փնտրես։ Հետևաբար, սիրելիներ, ապաքինման սկիզբը տկարությանը ճանաչումն է, շատ անգամ եմ ասելու, իսկ շտկմանը սկիզբը ողբերգալի մեղավոր վիճակի ճանաչումը, որից բխում է քայլ դեպի ապաշխարության։ Երբ մեկը իր ներսում տեսնի թաքնված մահաբեր գույնը, միթե անմիջապես չի ուզենա ազատվել դրանից։ Ինքնաճանաչումը հոգևոր ապաքինման սկիզբն է։ Երբ ճանաչում և գիտակցում ես հիվանդությունը, դիմում ես ապաքինման միջոցների, որպեսզի բժշկվես։ Հարկավոր է շատ լավ իմանալ, որ մեր բացասական սովորությունները և մեղավոր խրքերը խանգարում են ինքներս մեզ ճանաչելու։ Այսինքն, դրանց ազդեցությամբ մարդը իր մասին ձևավորում է մի պատկերացում, որը չի համապատասխանում իրականությանը։ Ճանաչիր, թե ինչ կա քո սրտում, հաճախ նայիր ինքդ քեզ այնտեղ և կտեսնես, որ նրանում հպարտություն, նրանում անբավարարվածություն, եսասիրություն, անպարտավորություն, արծաթասիրություն, բարկություն, հայոյություն, նախանց, սնափառություն, անմաքրություն, վրեժխնդրության ցանկություն և բոլոր մեղավոր գարշանքները այնտեղ են քո սրտի մեջ։ Ինքնաճանաչումը հոգևոր իրական հասունության վիճակ է։ Ով իրեն ճանաչում է, երբեք նսեմացած չի լինի, քանի որ իր ուժերից վեր գործ չի բռնի։ Միշտ ուշադիր եղիր ինքդ քո հանդեպ, նագի հոգուկ ներսը, թե այնտեղ ինչպիսի մեղքեր են մնացում, որոնք հիվանդացնում են քեզ և դրանցից որ մեկն է սկսած այդ ամենը հոգևոր առողջության։ Այսպիսով, իր ներքին աշխարհի ուշադրություն դարձնելով, մարդը աստիճանաբար ավելի է ամրանում առաքինությունների մեջ և սթափ դատողության առաջնորդվում դրանցով։ Սիրելի քրիստոնյաներ, կյանքը Աստծուց մեզ տրված չէ հաճույքների վայելման համար, այլ ինքդ քեզ Աստծուն ճանաչելու համար։ Մարդը այս կյանքում պետք է հաստատակամորեն ուղղի իրեն դեպի բարին, դեպի Աստված, ով փնտրում է Աստծուն և ճշմարտությունը կգտնի նրան այնտեղ երկրի վրա, իսկ մահից հետո ամբողջությամբ։ Իսկ եսասերը, որ միայն հաճույքներ է փնտրում երկրի վրա, սատանային կգտնի նաև մահից հետո, որպես նրա համախոհ, նա կգնա սատանայի թագավորություն դժոխք, եսասերների և չարագործների հասարակություն։
մեր ապագան մեր ձեռքերում է, ով ճիշտ է ճանաչում իրեն, խոնարհվում է, իսկ եթե մարդը խոնարհվի, անպայման կգտնի Աստծո շնորհները։ Ուրեմն քննենք ինքներս ձեզ տեսնելու թե նույն հավատի մեջ են, փորձենք ինքներս մեզ, չգիտենք, որ Հիսուս Քրիստոս մեր մեջ է, եթե այդպես չէ, ձախողվելու է, և վերջապես սիրելիներ, ողջ եղեք, հաստատուն մնացեք, մխիթարվեք, միաբան եղեք, խաղաղություն արեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը, Սուրբ Հոգու հաղորդությունը թող մեզ հետ լինի, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից, ամեն։